Փառավորվի եղբայրները շատ կարևոր խոսեցին կարևոր մտքի, որ իրապես Հիսուսը կյանք է։ Դա ոչ մի չի կարա ժխտի, որ Հիսուսը կյանք է, որովհետև հենց դեր Հիսուսը իր մասին վկայեց, ասեց, ես եմ ճանապարհը, ճշմարտությունը եւ կյանքը։ Սիրուներ, այսօր եթե մենք նայում ենք Աստվածաշնչին, տեսնում ենք Տիրոջ ծնունդը ոնց կատարվեց, ու հետարքիր այս մի քանի օր ուշադրություն դարձրեցի Մայրամի Ղուկաս ավետարանի մեջ, երբ որ նայեցի Մայրամի ընթացքը, որ երբ որ հրեշտակապետը հրեշտակը հայտնվեց եւ ասեց, որ պետք է որդի ծնես, վերջապես ինքը անկեղծացավ, ասեց, այր մար չգիտեմ, բայց թող քո կամքը, Աստծո կամքը լինի, հոժարվեց եւ հետարքիր երբ որ ինքը այցելություն արեց Եղիզաբեթին, որ Հովանես Մկրտիչի մայրն էր, ես կուզենամ այդ հատվածը հետարքիր որ Մայրամը իր այդ վիճակի մեջ, գիտեք ինչ կարևոր մտքեր ասում, որ այսօր մենք ցանկացածս մի ճանապարհ ենք գնում, որը կոչվում է նեղ ճանապարհ։ Քրիստոս կյանքին գնալը, ունենալը, դա անպայման նեղ դռնով պետք է մտվի եւ այդ նեղ դռնով մտնողը անպայման արոտ է գտնելու։ Քո հարցի լուծումը այդ նեղ դռնով մտնելն է։ Եվ հետարքիր Մայրամը, սիրուներ, մենք գիտենք հրեական օրենքի համաձայն ինքը այր մար չգիտեր, նշանված էր Հովսեփի հետ, բայց երբ որ իրան Հովսեփ այդ մասին իմացավ, միտք էր դրել, որ արձակեր։ Պատկերացնում եք Մայրամի իր ընդունած ճանապարհը, քայլը մահվան ճանապարհ էր ինքն ընտրել։ Եվ հետարքիր այդ մահվան ճանապարհ ընտրելով հանդերձ ինքը սիրելներ ոչ մի բանից չվախեցավ, այլ հավատքով քայլ կատարեց։ Որեսի օրինակ ամեն մեկիս, սիրելներ, այսօր մենք մանավանդ նորեր եք այսօր, երբ որ մենք օրինակ ես որ նոր սկսեցի ապաշխարել, մենք մի այդպիսի երգ ունենք, ծնվեցիր գոմում Հիսուս մանուկ, մոգերը եկան երկրպագության, հիմա հիմերն է, ծնվիր իմ սրտում, մանուկ Հիսուսին։ Հիմի սիրելներ, երբ որ Տեր Հիսուսը ծնվում է մարդու սրտի մեջ, եւ այդ կատարվում արդեն այն դժվարին նեղությունները, տառապանք, հալածանք, ծաղրանք եւ մարդու համար շատ դժվար է, բայց այդ ամենի մեջ, երբ որ մարդը հավատքով առաջնորդվում, իր կյանքի բոլոր այդ նեղությունները, դժվարությունները իր համար ցնծություն, ուրախություն է պատճառում։ Դրա համար հետարքիր 46-րդ խոսքում Մայրամը առաջին գլխի մեջ ինչա ասում կուզենամ մենք ուշադրությամբ լսենք այս խոսքերը, որ շատ կարևոր է, որ ամեն մեկս այսօր այս խոսքերը, երբ որ մեր մեջ կյանք դառնա, Քրիստոս մեր մեջ ծնվի, Քրիստոս մեր մեջ հայտնվի, մենք էլ այս ուրախությունով այս վիճակը ունենանք, սիրելիներ։ Տեսեք ինչ հետարքիր է խոսում Մայրամը, եւ Մայրամը ասավ, իմ անձս կմեծացնե Տերը։ Եվ իմ օքիս ուրախությամբ ուրախացավ իմ փրկիչ Աստծովս, վասի իր աղախինի խոնարհությունը նայեցավ, քանզի ահա ասկե հետև բոլոր ազգերը ինձի երանություն պիտի տան։ Տիրոջ անունը փառավորվի, սիրելիներ, մենք տեսնում ենք, սիրելիներ, որ Մայրամը դավանում է, իմ անձս ինչ պետք անի, Տերը պիտի մեծացնի, Տիրոջը պիտի մեծացնի։ Հիմա հետարքիր է, երբ որ մենք նայում ենք 34 Սաղմոսի մեջ Դավիթի վիճակը, կուզենամ Դավիթի մասին, որ մենք այսօր էսի որ գրված է, մեր կյանքում էլ այսօր պիտի մենք դավանենք սա, սիրելիներ։ Տեսեք 34 Սաղմոսի մեջ Դավիթ Թագավորի կյանքում այս ավետարանը, ինչ որ գրված է, հիմնական գրված է ամեն հավատացողի համար եւ իր կյանքում է այն հավատացողի կյանքում այս խոսքերը իրականություն են դառնում։
Տեսեք Դավիթը 34 Սաղմոսի մեջ նույն խոսքերն ասում, որ հոգին միտքը տեսնում ենք նույն ասում։ Ասում է իմ անձս Տիրոջմով պիտի պարծի։ Եվ ասում է խեղճերը պիտի լսեն եւ ուրախանան։ Ինձ հետ Տերը մեծացուցեք ու մեկտեղ բարձրացնենք անոր անունը։ Սա Դավիթն է սիրներ իր սրտի խոսքը ասում։ Այսօր սիրներ մեր կյանքում մենք երբ որ Քրիստոսի հայտնությունը, Քրիստոսի ծնունդը ամբողջ աշխարհը տոնում է, բայց գիտակցաբար ինքը եթե մտածի ինչ մեծ գործ է այսօր Տեր Հիսուսը արել, որ ինքը սիրներ եթե չծնվեր, չքար, չհայտնվեր, բոլոր աշխարհի մարդկությունը այսօր փրկություն չեր ունենա։ Մենք այսօր նոր տարին կարծես այդպես մեծ շուկով, չգիտեմ ինչ ձևերով ենք տոնում, բայց հիմնական նոր տարվա հիմնական նպատակը դա Սուրբ ծնունդն է։ Քրիստոս ծնվավ եւ հայտնվեցավ։ Մեզի ձեզի ասում եմ մեծ աղետիս, օրհնյալ է նրա ծնունդը եւ նոր տարին հենց Տեր Հիսուսի ծննդյան օրվանից է սկսվում։ Եվ ինքը հեղինակն է այս ամեն ուրախության, այս ինչ որ մարդիկ այսօր անում են, բայց շատերը չեն գիտակցում։ Դրա համար սիրելիներ Մայրամը այս գիտակցելով հասկանում էր եւ ասում էր իմ անձս մեծացնե Տերը։ Այսօր մենք որ եկել ենք մեծացնենք մեր Տիրոջը, նա մեծ է սիրելիներ, ոչ թե ես պիտի մեծացնեմ, այլ իմ անձը պիտի ինքը հոժարվի մեծացնի օրհնի Տիրոջը։ Սիրելիներ, դրա համար մենք տեսնում ենք անգամ 103 Սաղմոսի մեջ էլի դարձյալ Դավիթը իր խոսքերի մեջ ասում է օրհնե Տերը, ով իմ անձս, անոր բոլոր բարիքները մի մոռնա։ Այսօր Աստված մեծ բարիք է մեզի արել։ Ամենագերագույն բարիքը գիտեք որն է, ժողովուրդ ջան, որ նա ինքը իր որդուն ուղարկեց մեր փրկության համար, որպեսզի մենք այսօր փրկություն ունենանք։ Քրիստոս կյանքը սիրելիներ այսօր ապրելը դա ուղղակի խոսք չէ, այլ ինքը եկել է մի նպատակով սիրելիներ։ Ես կուզենամ մի տեղ ձեզի էլի հիշացնել Գործ Առաքելոցի մեջ, երբ որ մենք նայում ենք Պողոսը մեր նման մի ազնվորություն, որը քրիստոնյաների դեմ պայքարում էր, ինքը կարծում էր օրենքին նայելով անարատ էր, ճիշտ էր անում, հավատացյալներին հալածում էր, հավատացյալին ձերբակալում էր, անգամ ինքը ներկա էր Ստեփանոսի քարկոծմանը, բայց երբ որ իրան Տերը հայտնվեց, եւ Անանյան երբ որ գնաց իրան մոտ մի բան իրան ասեց, որ էսի բոլորիս կյանքում սա անկախ թե դու նոր ես եկել, թե չգիտեմ քանի անգամ ես եկել երկար տարվա, սա պետք է կատարվի իմ ու քո կյանքում։ Տեսեք ինչ ասում, կուզենամ մենք սրան ուշադրություն դարձնենք։ Գրված է Գործ Առաքելոց 22-րդ գլխի մեջ 14 խոսքից եմ կարդում եւ ասում է ես ալ նույն ժամում վեր նայեցա, երբ որ Անանյան եկել ասում է նայեցա իրան եւ անիկա ըսավ մեր հայրերու Աստված առաջունի քեզ ընտրեց։ Սիրելիներ, այսօր մեզի ընտրել Աստված։ Մենք եղբայրները խոսացին, մենք որ եկել ենք այս վայրը, սա մեր ոչ ծրագրի մեջ կար, ոչ մեր գաղափարի մեջ կար, Աստված իր հոգին մեզի հավաքել այստեղ նպատակը որն է, ընտրել է այսօր, որ դու կամեցել է այս ժամին այստեղ լինես եւ լսես կենդանի Աստծո խոսքը, որ քո կյանքը փոխի եւ ասում է Աստված ընտրեց, որպեսզի ինչ անես, ասում է քեզ ընտրեց, որպեսզի իր կամքը ճանաչես առաջին ու այն արդարը տեսնես եւ անոր բեռնի ձայնը լսես։ Սիրելիներ, այսօր Աստված քեզի ընտրել է, կանչել է, հրավիրել այս վայրը, որ դու ճանաչես Աստծո կամքը, որն Աստծո կամքը, բարին, հաճելին, կատարյալ, եւ այդ բարինով է Աստված, հաճելինով է Քրիստոս կյանքով մարդը կարա հաճելի լինել, եթե մենք այս կյանքի ճանաչողությանը չկանք,
ասու կամքը չճանաչենք սիրեներ եւ ասում է տեսնես արդարը։ Գիտեք սիրեներ, եթե մենք այսօր չենք տեսնում Քրիստոս կյանքը, Քրիստոսին չենք տեսնում, մենք ո՞նց կարանք արդարանալ։ Որտեղ շատ կարևոր բան է, որ մարդուն այսօր տրված է կամքը գաղափարով, որ մարդը Աստծո կամքը ճանաչի բանականությամբ, որ ինչ պետք է անի, որ Աստծուն հաճելի լինել, նրա կամքը, որ բանին հաճելին կատարյալ է, եւ Աստված տվել է տեսողություն, որ մարդը տեսնի եւ լսել Աստծո ձայնը։ Սա Աստված մեզի տվել այս կարևոր բաները աշկը, տեսնողը, որտեղ գրված է տեսնող աշկը, լսող ականջը, ում պարգևն է, Աստծո պարգևն է։ Աստված տվել է մեզի, որ մենք այսօր լսելով լսենք ու տեսնելով տեսնենք, ոչ թե ինչպես Եսային ասում այս ազգը, մեր շուրթերով ասում է ինձ պաշտում, լսելով լսում են ու չեն լսում, տեսնելով տեսնում են ու չեն տեսնում, բայց Աստված մեզի ընտրել է, որպեսզի մենք էսի ճանաչենք։ Այսօր ես հասկանամ, Աստված ինձի ընտրել է, բերել այս վայրը մի նպատակով, որ ես իրան ճանաչեմ, իրանով արդարանամ, որտեղ եթե ես իրան չեմ տեսնում, ինքը արդարը ինքն է, ու մեզ մեղավոր, ով պիտի ինձի արդարացնի, հեն ժողովուրդ ջան, քեզի ով պիտի արդարացնի, եթե քո հայացքը մարդու վրա է, մարդը քեզ ինչ կարան, եթե դու ուզում ես, որ ես քեզի ինչ-որ հարցում քեզի արդար հանեմ, ոնց որ դատ են անում, դատարանում, վճիռ են կայացնում, մեկին արդար են հանում, բայց կա գերագույն դատարան, որ դա Աստվածն է, ինքն է արդարացնողն ու հարցեր լուծողը, մեղադիր դարձնողը ինքն է, որտեղ մենք ոչ մեկս չենք կարող Աստծո երեսից թաքնվել, ծածու բան չկա, որի հետ չկա, եւ Աստված սիրտ ու երիկամ քնողը ինքն է սիրներ։ Դրա համար Աստված մեզ այսօր կանչել է, որ մենք իրան ճանաչելով հանդերձ, իրան լսենք, իր կամքը ճանաչենք եւ իր ձայնը լսենք։ Դրա համար Տեր Հիսուսը ինքը անձամբ Հովանու ավետարանի մեջ ասում են ոչխարներս ինձ ձայնը լսում են եւ ինձ հետևում են։ Շատ կարևոր է սիրներ, որ այսօր ավետարանը ձայնն է այսօր, եթե մենք եղբայրները ասեցին, եթե կուզենաք Աստծո հետ հաղորդ լինել, անպայման լսել Աստծո խոսքը, հաղորդակցվել Աստծո խոսքի հետ, եթե մենք ավետարանի չենք լսում, մեր մեջ հավատ չի կարա գա, ու մենք չենք կարա Մայրամի պես մեծարենք Աստծուն։ Սիրեներ, Աստված օգնի, որ այս սուրբ ծնունդը մենք ոչ թե ուղղակի ծիսակատարություն անենք, այլ իրական տոն կատարենք, դրա համար գրված է Կորինթացիների մեջ, ոչ թե հին խմորով, այլ նոր խմորով, նոր զանգված, եղբայրը ասում է սուրբ սիրտ, Դավիթը սա ինչ էր ասում, իմ ներսդի սուրբ սիրտ ու օքի նորոգի, քո սուրբ օքին ինձ անից մի առնել, սիրեներ, այսօր ընտրությունը քո առաջ դրված է, իմ առաջ դրված է, կյանք ընտրենք, որ կյանք ունենանք սիրներ, եւ այդ կյանքը Քրիստոսն է։ Եղբայրները շատ պարզ, շատ հակիր, հասանելի ձևով Սուրբ Հոգու առաջնորդությամբ մեզի հասցնում է խոսքը, որ այսօր Քրիստոսն է կյանքը։ Մեր նպատակը մարդու ապրելու մի նպատակ ունի։ Ինչի համար ապրում է, որ կյանք ունենա։ Իսկ այդ կյանքը Քրիստոսն է, օրհնյալ լինի նրա սուրբ անունը։ Սիրելիներ, թող Տերը փառավորվի, որ մենք Աստված հզոր մեծամեծ բաներ անում ամեն հավատացողի կյանքում։ Եթե հավատանք, Աստծո փառքը պիտի տենանք։ Բայց եթե մենք չենք հավատում, մենք նրա ձայնը չենք լսում, նրա կամքը չենք ճանաչում եւ նրան չենք ուզում տեսնել, մենք մնում ենք մեր մեղքերի մեջ մեռած եւ վերջում էլ այնտեղ են գնալու, ինչպես Սեդրակ աղբերը սկզբից ասեց, որ մարդիկ այնտեղ են եթում, որ չեն ուզում, բայց ուզենք թե չուզենք, մահից հետո կա դատաստան, ժողովուրդ ջան, չեմ ուզում երկարացնել, որ իրապես մենք այսօր մի բան հասկանանք, Քրիստոս ծնվել է մի նպատակով, որ այսօր ինձ ու քեզ կյանք տա, եւ այդ կյանքը առանց իրան չի լինելու, ժողովուրդ ջան,
հավատանք, ընդունենք, ինչպես Մայրամը մահը աշկի դեմ առնելով հոժարվեց Քրիստոս, որի կյանքում ծնվի, հայտնվի իր մեջ, բնակվի իր մեջ, հետո ծնունդ առնի իրանով եւ ինք ասեց իմ հոգիս ուրախությամբ պիտի ցնծա իմ Աստծով։ Այսօր մեր ուրախությունը ո՞նց ենք տեսնում, երկրավոր բաներով, թե երկնային բաներով։ Սիրելիներ, ուրախությունը գալիս է հավատքից, դրա համար Աստված օգնի, որ մենք այս խոսքերը, որ կարդում ենք, այս խոսքերը իր մեջ ունի զորություն, որ իր մեջ ունի կյանք, թող Աստված օգնի, որ ամեն մեկս Տիրոջով ցնծանք, ինչպես Սաղմոս 34-ում ասում է, սակայն իմ անձս Տիրոջով պիտի ցնծա։ Անոր փրկությունով ուրախություն պիտի լա։ Մեր ուրախությունը փրկության մեջն է։ Իսկ այդ փրկիչը Քրիստոսն է։ Հիսուս ունես, դու փրկություն ունես։ Հիսուս չունես, փրկություն չունես։ Դրա համար սիրելիներ, թող Աստված օգնի, որ այսօր ասենք Հիսուս ջան, ծնվիր իմ սրտում։ Ծնվիր իմ սրտում։ Սիրելիներ, Տերը օրհնի, օրհնյալ լինի Տիրոջ ծնունդը։ Թող Աստված օգնի, որ այստեղից ամեն մի մարդ Հիսուսի հետ կենա այստեղից։ Հիսուսը քաղցր է, մեղրից անուշ է, նրան ունեցողը երջանիկ մարդ է, աշխարհի ամենաերջանիկն է։ Ես սա ամենայն պատասխանատվությամբ դավանում եմ ու ասում եմ, եթե Հիսուսի հետ հանդիպես, հավիտենությունը քեզ անգամ պետք չէ, որտեղ Հիսուսի հետ հենց Հիսուսին ունեցար հավիտենությունը վայելում ես։ Տերը օրհնի ձեզի ամեն։